Հովհաննես Թումանյանի երկու հեքիաթները «Բարեկենդանն» ու «Սուտ ասանը» թարգմանվել են աշխարհի 12 լեզուներով։ Նման ծրագրի հեղինակը նախկին օպերատոր, լրագրող, լեզվագետ Ռիչարդ Գիտաչյանն է։ Նրա խոսքերով հայկական հեքիաթները թարգմանելու գաղափարը ծնվել է շատ տարիներ առաջ, սակայն իրագործել կարողացավ միայն 2010-ին։ Գիրքը նախատեսված է բոլոր տարիքի երեխաների համար, սկսած օրորոցից, որ երեխաները պահանջում են ծնողներից հեքիաթ պատմել քննելուց առաջ, դրա համար կարգախոս այսպիսին է, ուրախ հեքիաթներ քնից առաջ։ Հայկական հեքիաթի թարգմանությամբ զբաղվում են տարբեր լեզուների լեզվագետներ։ Փոքրիկները ունեն նաև հեքիաթը լսելու հնարավորություն։ Գրքի հետ միասին տրվում է նաև ձայնասկավառակ, որտեղ հեքիաթից բացի մանուկները կարող են լսել հայկական օրորոցային։ Եթե երեխան օտար լեզու է ուզում սովորել, նա կարող է լսել ճիշտ արտահայտություն, ճիշտ առոգանություն։ Եվ դրա համար իմ փնտրումները եղավ բոլոր ինստիտուտներում, համալսարանում, եւ օրինակ Չինարենի տարբերակը ես կարող եմ ասել, որ կարդում է կոնսերվատորիայի ուսանողի, ինքը Չինաստանից է։ Այս բոլոր աշխատանքները Ռիչարդ Գիտաչյանը իրականացնում է իր սահմանափակ միջոցներով։ Չի ստացել ոչ մասնավոր, ոչ պետական օժանդակություն։ Դա է պատճառը, որ հեքիաթները տպագրվում են ընդամենը մի քանի 100 օրինակով, որոնց շատ փոքր մասն է արտահանվում։ Ցավոք, ես չեմ կարողանում մասնակցել այդ ցուցահանդեսներին արտասահմանյան երկրներում։ Աշխարհի մի շարք լեզուներով թարգմանվող հաջորդ հայկական հեքիաթը կլինի Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան»։ Նպատակը մեկն է՝ ամբողջ աշխարհին ծանոթացնել հայկական հեքիաթների հետ։ Հասմիկ Կիրակոսյան, Հովսեփ Հովսեփյան, IPFE։